Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ ընդդիմադիր 7 ուժերի դիմումների քննության ժամանակ Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ 2026 թվականի ընտրական գործընթացը աննախադեպ է եղել վարչական ռեսուրսի չարաշահման ծավալներով։ Նա մասնավորապես առանձնացրել է կենսաթոշակների բարձրացումը, որը ըստ նրա ընտրությունների նախաշեմին իրականացված քաղաքական ազդեցության գործիք էր։ Դիմող կողմը նաև անդրադարձել է նախընտրական շրջանում իշխող քաղաքական ուժի նախաձեռնած ընտրական օրենսդրության փոփոխություններին, որոնք ըստ Վարդևանյանի միտված էին կոնկրետ քաղաքական ուժի դեմ։ Իր խոսքում Վարդևանյանը առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել ատելության խոսքի տարածմանը, պնդելով, որ այն դուրս է եկել քաղաքական բանավեճի սահմաններից եւ ուղղակիորեն ազդել է ընտրությունների արդյունքների վրա, նպաստելով անառողջ ընտրական միջավայրի ձևավորմանը։ Եթե չլիներ այս խոսույթը, կարող է ընտրությունների արդյունքները այլ լինեին։ Կատարում եմ պնդում, միանշանակ այո։ Ի վերջո, երբ մենք խոսում էինք դատավորներից մեկի մասնակցության անհնարինության մասին, բարձր դատարանի դատավորը ուղիղ արձանագրեց, որ սահմանադրական դատարանի դատավորները եւս հասարակության մասն են։ Եվ շատ ճիշտ արձանագրում էր դա։ Հիմա արդյոք բարձր դատարանի դատավորները լինելով հասարակության ներկայացուցիչներ կարող են հաստատապես պնդել, որ այդ բառամթերքը, որը օգտագործվում է միաժամանակ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, որը իր մեջ պարունակում է սպառնալիք, պարունակում է ատելության խոսք, կապ չունի որևէ քաղաքական կուսակցության ծրագրի, քաղաքական բանավեճի, քաղաքական խոսույթի հետ, ազդեցություն չի ունեցել ընտրության վրա, կրկին ուզում եմ հիշեցնել, թե ում կողմից է այդ ատելության խոսքը տարածվել։ Բայց բոլոր դեպքերում արձանագրենք, որ վարչական դատարանը այդ փաստը ունի որպես ելակետ դիտարկված։ NATO Secretary General Rutte said lately Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը մտադիր է կիրակի օրը երկրի նախարարների կաբինետին ներկայացնել բանաձև Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ, հայտնել է The Times of Israel պարբերականը, հղում անելով իսրայելական արտաքին քաղաքական գերատեսչությանը։ Այս նախաձեռնությունը, որն անխուսափելիորեն կհանգեցնի Թուրքիայի դիվանագիտական դժգոհությանը, նոր փուլ է Իսրայելի արտաքին քաղաքականության մեջ, որը երկար ժամանակ խուսափում էր այդ հարցի պաշտոնական ճանաչումից դիվանագիտական զգայունության պատճառով։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին Իսրայելի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացումը, հատկապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Իսրայելին Գազայում ցեղասպանության մեջ մեղադրելու համատեքստում ստիպել է Իսրայելին վերանայել իր դիրքորոշումը։ Իսրայելի ԱԳՆ-ի կողմից առաջարկին կից ներկայացված բացատրական տեքստում շեշտվում է, որ չնայած պատմական հիմնավորված ապացույցներին, հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ Թուրքիայի կողմից կազմակերպված ժխտման եւ պատմության մանիպուլյացիայի առարկա։ Այս բարոյական պարտավորության շրջանակում կառավարությունը առաջարկում է ոչ միայն պաշտոնապես ճանաչել ցեղասպանությունը, այլև դատապարտել պատմական ճշմարտությունը, խեղաթյուրելու բոլոր փորձերը։ Հայաստանի փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը մասնակցել եւ շնորհավորական խոսք է հնչեցրել ԱՄՆ անկախության օրվա եւ պետության հիմնադրման 250-ամյա հոբելյանի առթիվ։ Նա բարձր է գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունների 2025 եւ 2026 թվականների ձեռքբերումները։ Փոխվարչապետը առանձնացրել է ԱՄՆ նախագահի ներկայությամբ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի ստորագրած համատեղ հռչակագիրը։ Նա շեշտել է, որ Վաշինգտոնի ակտիվ դերակատարմամբ Հարավային Կովկասում խաղաղության նոր դարաշրջան սկսվել, ինչի վկայությունն են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցերը Հայաստան, TIP նախագծի ռազմավարական համաձայնագիրը, որը դառնալու է գլոբալ տրանսպորտային երթուղիների առանցքային հանգույց։ Մեհեր Գրիգորյանը շնորհավորել է նաեւ ամերիկահայերին եւ ԱՄՆ բարեկամ ժողովրդին, մաղթելով հարատև խաղաղություն եւ բարօրություն։ Վենեսուելայի հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 188-ի։ Իշխանությունը հայտնել է նաև 1520 վիրավորի եւ 157 անհետ կորած քաղաքացու մասին։ Մեծի տանն Կիրիկյո կաթողիկոսության տվյալով բնական աղետից դուժել է 2 հայ ընտանիք։ Հայ համայնքի շրջանում մի քանիսը դեռևս համարվում է անհետ կորած։ Վենեսուելայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ գերաշնորհ Տեր Պետրոս եպիսկոպոս Մանուելյանը ABC մեդիայի հետ զրույցում ասել է, որ ավերիչ երկրաշարժի հետևանքով հայերի շրջանում զոհեր եւ վիրավորներ չկան, սակայն բազմաթիվ հայեր նյութական վնասներ են կրել։ Նրա խոսքով շատ մարդիկ գիշերը անցկացրել են փողոցում հետ ցնցումների վախի պատճառով։ Բարեբախտաբար հայ զոհ չունենք, սակայն շատ հայեր նաև ունեն նյութական վնասներ
թե իրենց գործադեղիներ են, թե իրենց դուներ են ներս։ Այս բանի դրությամբ արտակարգ իրավիճակ արդեն իսկ հայտարարված է երկրի կառավարության պատասխանատու մարմիններուն կողմէ եւ մենք բոլորս հալ կհետևենք իրենց ցուցմունքներում։ Ավերածությունների ահռելի ծավալը լուրջ հարցեր է առաջացրել հատկապես նորակառույց շենքերի որակի եւ դիմացկունության վերաբերյալ։ Շինարարության ընթացքում ըստ ամենայնի անտեսվել է սեյսմակայունության նորմերը, դառնալով բազմաթիվ կառույցների հանկարծակի փլուզման հիմնական պատճառ։ Չնայած այս ամենի էքստրեմալ պայմաններում մի կին է ծննդաբերել շենքի փլատակներում։ Ծննդաբերությունը տեղի է ունեցել լույսի եւ բժշկական սարքավորումների բացակայության պայմաններում։ Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Մեր նպատակն է Վրաստանի եւ Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, ասել է վարչապետը։ Նրա խոսքով այստեղ կարմիր գիծը իհարկե վերաբերում է տարածքային ամբողջականությանը։ Ռուսական ուժերը Իսկանդեր հրթիռներով եւ շահեդ անօդաչու թռչող սարքերով հարվածել են Պոլտավայի մարզի Կրեմենչուկին։ Հարվածների հետևանքով վնասվել են արդյունաբերական ենթակառուցվածքներ, առաջացել են էլեկտրամատակարարման մասնակի անջատումներ։ FPV անօդաչու թռչող սարքերի հարվածներով Սումիի մարզում ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմամթերքի պահեստը։ Իսրայելի ռազմաօդային ուժերը կրկին հարվածել են Բեյրութին, ըստ իսրայելական լրատվամիջոցների հրամանը տվել է երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը եւ վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Իսրայելական կողմը պնդել է, որ այս քայլը Հեզբոլլահի հրետակոծությունների պատասխանն է։ Հարձակման հետևանքով Բեյրութում մի քանի բնակելի շենք է ավերվել։ Տուժածների մասին պաշտոնական տեղեկություններ դեռևս չկան, սակայն հայտնի է, որ սպանվել է Հեզբոլլահի առաջնորդներից մեկը։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հերքել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հայտարարությունները ԱՄՆ-Իրան հակամարտությունում Իտալիայի ունեցած դերակատարման մասին։ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մելոնին հստակեցրել է, որ Իտալիան չի մասնակցել Իրանի դեմ ռազմական գործողություններին։ Նրա պարզաբանմամբ Ռոմը ամերիկյան կողմին տրամադրել է ռազմաբազաներ, բացառապես լոգիստիկ եւ տեխնիկական աջակցության համար, սակայն մերժել է բոլոր այն խնդրանքները, որոնք դուրս են եղել այդ շրջանակից։ Վարչապետը նշել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը իր ոգևորված ձևակերպումների մեջ պարզապես շփոթել է թույլ տված թռիչքների տեսակները, ինչից հետո արդեն ուղղել ու հստակեցրել է իր խոսքերը, իսկ Իրանի կառավարության հետ առաջացած թյուրիմացությունը արդեն հարթվել է։ Բացի այդ, Մակրոնն ու Մելոնին հայտնել են Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը փոխարինող նոր բազմաձ կոալիցիա ստեղծելու իրենց ցանկության մասին։ Ֆրանսիայի նախագահի խոսքով այդ նոր մեխանիզմը կօգնի կանխել, որպեսզի Լիբանանը չվերածվի տարածաշրջանային նոր էսկալացիայի եւ հակամարտության մեկնարկային կետի։ Եվրոպական մի շարք երկրներում սաստիկ շոկ է գրանցվել, էպիկենտրոնում Ֆրանսիան է։ Այստեղ ջերմաստիճանը անցել է 40-ի սահմանը։ Երկրում անոմալ շոկի պատճառով ասֆալտը սկսել է հալվել։ Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում եւ Շվեյցարիայում օդի ջերմաստիճանը հասել է հունիս ամսվա համար պատմական ամենաբարձր ցուցանիշներին։ Սպասվում է, որ եղանակն ավելի կտաքանա։ Ֆրանսիայում եւ Իսպանիայում շոկից տարեցներ են մահացել։ Եվրոպան այժմ ամենաարագ տաքացող մայրցամաքն է ըստ վերլուծությունների։ Գլոբալ տաքացման ֆոնին նաեւ վերջին տարիներին ավելացել են անտառային հրդեհները։ Եվրոպայում ռեկորդային շոկը խաթարել է նաև տրանսպորտային համակարգի, դպրոցների եւ զբոսաշրջային վայրերի աշխատանքը։ Ճապոնիայում 7.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Աղետի հետևանքով երկրի հյուսիս-արևելքում 114 դպրոց է փակվել։ ԱՄՆ-ի Յուտա նահանգում հրդեհային չափազանց ծանր իրավիճակ է ստեղծվել տեղումների պակասի եւ աննախադեպ չոր եղանակի պատճառով։ Անտառային հրդեհները մոլեգնում են մի քանի ճակատով, այրելով տասնյակ հազարավոր հեկտարներ եւ լրջորեն վտանգելով բնակավայրերն ու ենթակառուցվածքները։ Հրդեհը ստիպել է տարհանել բնակիչներին։ Իշխանությունը հայտարարել է աննախադեպ չոր պայմանների մասին, ինչը թույլ է տալիս կրակին աննկարագրելի արագությամբ տարածվել։
Չարլզ III թագավորը հաջորդ տարի Բուքինգեմյան պալատի 10-ամյա վերանորոգման ավարտից հետո չի տեղափոխվի այնտեղ ապրելու, դրանով իսկ վերջ դնելով գրեթե 2 դար տևած ավանդույթին, ըստ որի լոնդոնյան այս հայտնի համալիրը ծառայում է որպես բրիտանական միապետների հիմնական բնակավայր։ Թագավորը կշարունակի բնակվել իր ներկայիս լոնդոնյան տանը։ Չնայած 369 միլիոն ֆունտ ստերլինգ արժողության վերանորոգմանը, պալատը կշարունակի մնալ որպես միապետության գլխավոր գրասենյակ, պաշտոնական ու արարողակարգային միջոցառումների, պետական այցերի ընդունման հիմնական վայրը։ Թագավորը այնտեղ կունենա նաև անձնական սենյակներ, բացի այդ ծրագրվում է մեծացնել հանրության մուտքը պալատ։